Ինչ վերաբերում է եկեղեցու վրա հարձակումներին եւ հետո դադար վերցնելուն։ Ես միշտ ասել եմ եւ ելի կասեմ. եկեղեցին վեմ է, մայրաթոռը վեմ է, որին դիպչելով իրենք փշրվելու են եւ յուրաքանչյուր մեկն է փշրվելու։ Մայրաթոռի դեմ սադրանքներով եւ բացականչություններով, բացասական իմաստով չեն կարող գնալ։ Սա հարձակում է եկեղեցու, Քրիստոսաստեղծ եկեղեցու վրա։ 1700-ամյա կառույցի, որը որ տեսել է սրանց նման հազարավոր փոքրիկ քամիների եւ ավելի մեծ ու մնացել կանգուն։ Ինչ վերաբերում է վեհափառի հաղթելուն, վեհափառը այնքան իմաստուն եւ խորիմաստ գտնվեց, որ շատերը ասում էին ինչու կոչ չի անում վեհափառը, ինչու չի ասում այս բանը, ինչու չի ասում այն բանը եւ այլն եւ այլն, վեհափառի լռությունը հաղթեց, որովհետեւ վեհափառը գիտեր, որ այս ամենը սադրանքների է տանելու եւ տանում։ Այդ իսկ պատճառով նա լռեց եւ սպասեց մինչեւ իրենք հետ կքաշվեն։ Եվ այդպես էլ եղավ, բայց ես կարծում եմ, որ սա դադար է ուղղակի ընտրություններին ավելի ձայներ շահելու համար, որովհետև քանի գնում է նրա ռեյտինգը ընկնում է։